Մասնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Արգրաված բոլոր զենքերը օրինական են, նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է ստրայքբոլ խաղի համար Սիսեռի հատիկներով է, ճիշտ է։ Հիշեցնեմ, որ սենց նկար էր հրապարակվել, ակնհայտ մարտական F1 էր այս նկարում, բայց դե ասեցի լավ, կարող շատ նման պլաստմասից սարքել են, Տիկի Վարդանն ասում է ստրայքբոլ խաղալու համար է։ Եղավ փորձաքննությունը, պարզվեց մարտական F1 նռնակա, որի խոցման շարավիղը եթե ինչ 100 մետր է։ Հիմա Տիկի Վարդան, հարց, քանի անգամ եք մարտական F1 նռնակով ստրայքբոլ խաղացել օրինակ։ Հիմա պատրաստ եք մարտական F1 նռնակով ստրայքբոլ խաղալ։ Ձեր խմբակցությունը, օրինակ, չգիտեմ, գնաք ազգային ժողովի մի հատ մութ անկյունում, պատվալում, օրինակ, մարտական F1-ը քաշեք, գցեք ու ստրայքբոլ խաղաք։ Խաղացել եք հեչ, եղել է տենց դեպք։ Հաջորդը ասում է, այդ գյուլելու բանը, տեսակ, մարդիկ ընդամենը սուրճի սեղանի շուրջ, քննարկում, անից ասում, որ չգիտեմ, էլի քննարկում է, թե արդյոք կրուասանը ճիշտ է առավոտը ուտելը, թե ամեն դեպքում ածխաջուրն ու ճարպը մեջը շատ է։ Մա սուրճի սեղանի շուրջ ընդամենը քննարկում էին, ում է պետք գյուլել, ոնց է, ժողովուրդ, ինչ եք խոսում։ Մարդիկ ասում է, բանը քննարկում էին դեզերտիրներին գյուլել։ Այդ դեզերտիր բառը տեղ որտեղ տեսակ։ Այն մեկը այն տերտերը ասում է, բան, պետք է գյուլել նրանց, ովքեր մեր քարոզչությանը չեն տրվում, այն հետի թայն էլ ասում է, բան, ոչ, պետք է մերոնցից սկսել, տանելու ենք փողի վրա նստեցնենք, ամեն դեպքում խնդիր կա։ Այդ փողի վրա նստեցվողների մեջ դեզերտիրը որտեղ տեսակ։ Մարդիկ ակնհայտ խոսում են, մեկը խոսում է քարոզչությանը չտրվողներին գյուլելու մասին, թայն էլ խոսում է բանի մասին, որ պետք է գյուլել նրանց, ում որ ձերոնցից են, բայց տանելու են փողի վրա նստեցնեն, որպես դաս էլի յանի, չգիտեմ, ինչ որ տենց մի բան։ Բայց ակնհայտ է, որ ոչ դեզերտիրների մասն է, ոչ բանի մասն է, այո, ես օրինակ ինձ մեր գործընկերների շատ են թվացել է, որ խոսքը գնացել են ինչ որ պաշտոնյաներ գյուլելու մասին, սխալ է թվացել, ինչ ավելի վատ է, որովհետև Հələ մի բանը մեզ գյուլելու միտք ունենային ժանդամ, հա, կասենք, բայց փաստորեն իրանց այդ չհամաձայնված կամայական քաղաքացու գյուլելու մասին է խոսքը գնացել։ Կամայական քաղաքացու գյուլելու մասին է խոսքը գնացել։ Ձերոնցից ում որ պետքա տանեին փողի վրա նստածներին, իրանցից սկսած կամայական քարոզչությանը չտրվողներին գյուլելու մասին է գնացել խոսքը։ Հաջորդ ասում է, կեղծ է, շինծույ է։ Իրանց գործընկերը, որ ասում եք դուք, ձեր գործընկերը նստած էր բաներ, կներեք, այդ գործընկերը, որ նստած էր բաներ, իսկ մեզ հարցրել է, մենք ուզում ենք, որ Երևանի փողոցներում կյանքի համար վտանգավոր բաներ շախտան մեքենաների, ակերի տակ։ Այդ մտածել է, որ այդ փողոցով ես կարամ իմ ընտանիքով երթևեկեմ, ինձ այդ հարցը տվել է, որ ես հիմա պետք է ինչ-որ տենց ապրումակցում կամ նման բաների եք ինչ-որ փորձում հղում անել։ Ասում է դատավճիռ եք կայացնում։ Ինչ ձերբակալությունը լնում է, ինչ կալանավորումը լնում է, ինչ գործ որ բացվում է, իրանք միանգամից վերդիկտը իրանց էջերում չպացրած, ասում են չի կարող ուղղակի տենց բանը լինի, անհիմն է, անմեղ է, էսա այնա։ Բայց հակառակ կարծիքի դեպքում այ դա արդեն չի կարելի։ Որտեվ չի կարելի տենց, չի կարելի ու վերջ, այդ ձեր լոգիկայով։ Հիմա ձեզ ուրիշ հարց եմ տալի, այն ստրայքբոլը հասկացանք, որ պատրաստ չեք մարտական F1-ով ստրայքբոլ խաղալ, ինչը շատ ողջունելի է։ Ինչը շատ ողջունելի է, որ պատրաստ չեք մարտական F1-ով ստրայքբոլ խաղալ, դա նշանակում է, որ դաշնակցության շարքերում այնուամենայնիվ ողջախոհության նշույլներ դեռ կան։ Բայց ինչևէ, աստղիկների մասին մարդիկ հստակ քննարկում են, նախ մի հատ ֆիքսենք հետևյալը։ 2 ամսից ավել է դատարանը տվել է թույլտվություն բոլոր ձայնագրությունների ամբողջականները հրապարակեն փաստաբանները։ Այսքան ժամանակ այն մի ողորմելի կտորն են հրապարակել, որը իրենց արգումենտացիան ոչ թե ուժեղացրել, այլ թուլացրել է իմ ընկալմամբ ու վերջ։ Մնացած բոլոր ձայնագրությունները դատապաշտպանների կողմից չհրապարակվելու փաստով ես ընդունում եմ ու ընկալում եմ ու պնդում եմ, որ հետևում է դրանից, որ ամբողջական են, կոնտեքստից կտրված չեն, դատապաշտպանները դրանց կոնտեքստին ավելացնելու ոչինչ չունեն ու հետևաբար հարց, որ ձեր գործընկերը այն մյուս պոտենցիալ ահաբեկիչների հետ քննարկում էր, թե ոնց պետքա Ford Mach-ի մեքենայի մեջից գերանների արանքով Երևանի փողոցներում այդ աստղիկները նետեն։ Հետո քննարկում էր, որ այդ աստղիկը ոչ թե մեքենայի ակը ծակում է, որտեղ ակը կարա ծակվի, նորմալ է, բոլտ է մտնում, բան է մտնում, ակը թեթև դանդաղ թսկում է, ոչ մի բան չի խանգարում։ Այս ասում ճղում է։ Իսկ այ երբ որ ընթացքի ժամանակ մեքենայի ակը ճղվում է,
ինքն էլ դիմացիա կա, դա միանգամից վթարային իրավիճակ է։ Հնարավոր բան, տենց ողբերգական ու մահացու ելքով, կարա եւ այտենց լինի։ Հիմա հարց եմ տալի։ Ձեզնից քանիսն է պատրաստ, ասենք փողոցում տենց աստղիկներ սարքենք, որ մեքենայի ակը ոչ թե ծակում, այլ ճղում, ասենց շարենք փողոցում։ Ձեր ընտանիքները վերցնեք այդ փողոցով երթևեկեք 60 արագության տակով է պատրաստ։ Դա մարտես խմբակցությունից, որ դրան պատրաստ է։ Հարց եմ տալի։ Հայաստան խմբակցություն ձեր հետ եմ, այտենց մարդ կա, որ պատրաստ է դրան։ Չկա։ 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 Չկա, որովհետև այտենց մարդ, ու դա նորմալ է, որ չկա։ Ու դա նորմալ է, որ չկա։ Դա նորմալ է, որ չկա տենց մարդ։ Դա նորմալ է, որ չկա տենց մարդ։ Որտեվ հոգեկան հիվանդը մենակ համաձայն կլներ դրա։ Բայց ես խիա թվում, որ դուք ձեր ընտանիքներին սիրում եք, դուք պատրաստ եք ձեր ընտանիքների հետ տենց երթևեկել, կարելի է Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիների ակերի տակը տենց բանն էտել։ Ու ստիպել, որ Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիները դրա վրով անցնեն։ Իրանց ընտանիքների կյանքը ռիսկի ենթարկեն։ Այդ խիա թվում, որ ձեր արունը կապույտ է, ձեր ընտանիքների արունը կապույտ է, մնացածինը կարմիր է ու իրանք ոչ մի բան են։ Իրանց կյանքը նշանակություն չունի։ Ոնց է ստացվում, որ այդ լոգիկայով ձեր այդ գործընկերները քաղբանտարկյալ են դառնում։ Երբ որ հստակ խոսակցությունը կա, կոնտեքստը կա, մոնտաժված չի, կտրված չի, ամբողջականացված չի, ոչ մի բան ավելացված չի։ Ինչ է ասում։ Ասում եմ, բայց ես վերջում ասացի եղբայր, չէ։ Խնդրում եմ տեղից մի խոսացեք, հա։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ դուք падգամավոր եք եւ տեղից մի խոսացեք։ Խնդրում եմ ընդունեք ու խոսեք։ Ես թույլ տվեք ասեմ, որ սրիկայություն է նման բան պլանավորելը, սրիկայություն է նման բան պլանավորելը, ավելին ասեմ, շանտղություն է նման բան պլանավորելը, ամենավերջին անբարոյականությունն է նման բան պլանավորելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը, կամայական քաղաքացիների կյանքը, հասկանում եք, այդ փողոցով ոչ մեկ գարանտիա չունի ով անցնելու։ Ուղղակի ինչ-որ մեկը կարող է ձեր աջակիցը, կարող է դուք, որ չիմանաք դրա մասին։ Կարող ձեր ամենամոտ ընկերը, ձեր եղբայրը, ձեր քույրը, չգիտեմ, այդտեղով երթևեկի ու տենց մի բան տեղի ունենա։ Դուք հիմա եկել եք մեզ ասում եք դուք մարդ եք բանանում, քաղբանտարկյալներ են նրանք, դատավճիռ եք տալ, ես եք տալ։ Եկներեք կարող է ասենք ինչ որ տենց բան ենք, էլի մտավոր հետամնացի տպավորություն ենք թողում, որ չլսենք ու չհասկանանք թե ինչա խոսացվում այդ տեքստի մեջ առհասարակ։ Ժամերով դրած քննարկում են, թե ոնց պետք է այդ աստղիկները լցնեն փողոցներում։ Ժամերով քննարկում են, թե ոնց պետք է անեն։ Ու ձեր գործընկերն է քննարկում։ Հիմա եկել եք մեծ բան եք անում, հղում եք անում ապրումակցությանը։ Չկա ապրումակցություն։ Չկա ապրումակցություն։ Ապրումակցություն չկա այն պայից, երբ որ ես լսեցի ոնց է պլանավորում մարդկանց այդ ամեն ինչի մեջ գցել։ Կամայական մարդկանց կյանքը բանի տակ դնել, ռիսկի տակ դնել։ Ավարտեք, խնդրում եմ։ Ավարտում եմ։ Ուզում եմ արձանագրել երկու կարևոր